Հետո ընկերս ավելի ծանր վիրավորվավ, իմ կողմն էր էլի բարկած, իմ ուսից մտավ, հեսա երևում է։ Ուսից մտավ, թոքս չգիտեի որ ծագա, տենց իրան քստեցի ուսից, տարա, հասցրի տեղ, ինքը գնաց։ Այդ վիճակով։ Հա։ Ես չեմ հիշում այդ բան, մենակ հիշում եմ, որ մի հատ դղկոց ա եկել շատ մոտիկ, ոնց որ իմ կողը, հետևից ընկերն է, հիշում եմ, որ ավտոյի մեջ բարձր հայրներն էր ասում։ Հիշում եմ, որ սենց ախ եմ արել, զգացի, որ մի բան ստե կախված ա, սենց մատով արի ջոկի, որ գլազս ա, կլոր ա, ասի տիկո աշկես թարավ դուս, ասեց հա մի արա։ Ու սենց բռնել եմ, պարկել եմ կողի, արդեն այդ Արուն էի հետ տալի, էլ դուս բան չեմ հիշում։ Վրեժից լույսն էլ չես տեսնում։ Ոչ։ Մենակ չգիտեմ ոնց գյուղում եմ մի դրվակ տես։ Սենակում պարկած էի սենց սովորական, լույսը անջատած, մութ սենակ, պատուհան չկար, դուռը բացվավ, սենց լույսը գավ ցելի սենց շողաց լույսը ու մարդը լրիվ սենց կերպարը սև մտավ նոր։ Լրիվ սև։ Ես ոչ նեղվում եմ, ոչ ասում եմ, խեպիտի սենց լներ, չգիտեմ, կարար ավելի լավ լներ, ես այսքան վատ վիճակում լեմ, չէ ես չեմ մեղադրում, ես պարտավոր էի կռվեի, պարտավոր էի, ես ինձ մեղադրում եմ, որ վիրավորվել եմ ու կռվել եմ 7 օր իմ ընկերներից շուտ եմ, չէ։ Ասում եք իմ դիրքը իմ տունն է, իմ փոստն իմ ամեն ինչն է, ես չեմ կարող մի սանտիմետր էլ հետ նահանջանալ, դրա համար էլ այս օժանացել եմ իմ խեղճերուց այս տեսողությունն է կորցրել, աչքը, ուսը, թոքը, էլ չեմ ասում մնացած ասկոկեկն էլ որ խանգարում են իրան։ Մի հատ հարց էլ կաստե, ես չեմ կարող դրա մասին չասեմ, ամենասկզբից իմ տղային օգնեց իր ընկերուհին, Քրիստինեն։ Ես պատկերացրեք, որ ռանիմացիա մտնում էի, որ իմ տղային տենա, ես չէի մտնում, ասում էի Քրիստինե ջան, դու մտի, թող ինքը զգա, որ դու իր կողքն ես, որ ինքը ապրելու ցանկություն ունենա, հետ գա, սկսի ապրել, սկսի ձեր մասին մտածել, թե չէ, այն վիճակում էր, որ հույս էլ չունեինք, որ ինքը կապրեր։ Աստված առաջ եղավ, այն ինչ որ ուզում էինք խնդրելով, այդպես։ Այսօրին փորձում ես խնամել, ստալ լինել, սիրելի կողքին լինել։ Նպատակներն ինչպիսին են, պատրաստվում եք ամուսնանալ։ Դեռ ոչ։ Ամեն ինչ հետո հարցը հիմա ամենակարևորը իր առողջությունն է, որ գոնե այս մյուս աչքով ինքը կարողանա նորից տեսնել։ Ողջույն հարգելի հետևորդներ, ես Արգամուստյանն եմ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք։ Դիտում եք սիրելի եւ կարևոր դարձած մեր հերոս տղերքը հաղորդաշարը։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղից է 19-ամյա Վրեժ Բադալյանը։ 1.5 տարվա ժամկետային զինծառայող էր եւ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Վրեժը ծառայել է մատաղիցում։ Վիրավորվել է 3 անգամ։ Առաջինը հոկտեմբերի 3-ին ուսն ու թոքն է վնասվել։ Լինելով շրջափակման մեջ 2 օր մնացել է դիրքերում ու անգամ այդ ծանր վիճակում մասնակցել է մարտերին։ Երբ կենաց մահու կռիվներից հետո ելք է գտնվել, զինվորական մեքենայով փորձել են Վրեժին Ստեփանակերտ տեղափոխել։ Ճանապարհի կեսին, սակայն Վրեժին ու ելի 6 զինծառայողների տեղափոխող ավտոմեքենային հարվածել է ԱԹՍ-ն։ Մեքենայում գտնվող 7 զինծառայողներից ողջ են մնում ընդամենը 3-ը, որից մեկն էլ Վրեժն է։ Օգնության հասած մեկ այլ մեքենայով կրկնակի վիրավորում ստացած Վրեժին տեղափոխում են Ստեփանակերտ, ապա ուղղաթիռով Էրեբունի բժշկական կենտրոն։ Մի աչքը հեռացրել են, մյուս աչքն էլ չի տեսնում։ Որպեսզի նորից տեսնել կարողանա, անհրաժեշտ է աչքի երջերաթաղանթի փոխպատվաստում իրականացնել։ Արդեն պարզել են, նման վիրահատություն Հայաստանում չի իրականացվում։ Եվ Վրեժի աչքի լույսը վերականգնելու միակ ելքը արտերկիր տեղափոխելն է։ Բացի աչքերից, դեմքի մի հատվածը պլաստիկ վիրահատություն է արվել։ Ծնոտին արդեն իմպլանտ է դրվել, բայց դեմքի աջ կողմն ամբողջությամբ նոր պլաստիկ վիրահատության կարիք ունի։ Կան նաև չհեռացված բեկորներ մեջքին եւ գլխին։ Աղիները եւս լուրջ վնասված են։ Վրեժի 5 հոգանոց ընտանիքը այժմ ապրում է Երևանում։ Ծագած առողջական խնդիրները լուծելու նպատակով տուն են վարձել եւ ժամանակավոր բնակվում են Երևանում։ Խնդիրները շատ են, բայց Վրեժը լավատես է։ Սիրահարված է Վրեժը։ Սիրած աղջիկն էլ կողքին է ամեն րոպե։ Առաջին իսկ օրվանից։
Ամեն բան բարեհաջող ավարտելուց հետո պլանավորում են մեծ ու շքեղ հարսանիքով օրինականացնել իրենց միությունը։ Հարգելի հետևորդներ, մեր հերոս տղերք հաղորդաշարի ստեղծագործական թիմով այս պահին այցելում ենք Վրեժ Բադալյանի բնակարան, որպեսզի մանրամասներ ճշտենք հենց Վրեժից ու նրա ընտանիքից եւ առհասարակ փորձենք ինչ-որ մի բանով օգտակար լինել տղային։ Իսկ դուք լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոս տղաների մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ տեսանյութերը ավելի մեծ տարածում ունենան։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Խորին շնորհակալությունս հայտնում եմ բոլոր բարեսիրտ մարդկանց, ովքեր դեռևս չեն դարձել անտարբեր եւ անհատական աջակցություն են ցուցաբերում մեր հերոս զինվոր տղաներին։ Խորին շնորհակալությունս եւ երախտիկս հայտնում եմ հաղորդման գլխավոր հովանավոր Դիանա Սիմոնյանին, ով նախագծի առաջին օրվանից մեր կողքին է եւ ում աջակցությունների հաշվին մենք կարողանում ենք շատ զինվորների ներկայացնել եւ շատ զինվորների օգտակար լինել։ Մնացեք մեզ հետ, կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու Վրեժ Բադալյանի հետ։ Բարև ձեզ, կարելի է։ Ես Արգամն եմ։ Աշոտ։ Որտեղ է մեր զինվորը Աշոտ ջան։ Վրեժ ջան։ Ոնց ես իմ աղբեր, արի բարևեմ քեզ հոտ։ Շատ մարդիկ քո մասին ռեպորտաժներ են ներկայացրել, բայց մեր հաղորդման շրջաններում դեռ չենք խոսել քո մասին։ Արդեն կազդուրվում ես, հա։ Արդեն անգամ անցել է։ Վրեժ ջան, բավական լուրջ վիրավորումներ ես ստացել պատերազմի հետևանքով, գիտեմ որ 2 անգամ ես վիրավորվել։ 3 անգամ։ Առաջին ուղղակի տենց թեթև այն։ Ոտերից եմ վիրավորվել։ Վրեժ ջան, եթե դեմ չես, սկսենք ամենասկզբից։ Որտեղ էիր կռվում, որտեղ ծառայեցիր, մի խոսքով ոնց այդ ամեն ինչը եղավ, ոնց վիրավորվեցիր ու հիմա ինչ է տապում։ Գնացել եմ ծառայության առաջ օրից Մատաղեսում 33-651 զորամասում։ 10 դիվիզիայի թվով, որ հենց տենց է։ Այդ տեղը ծառայել եմ 6 ամիս, անցել եմ կարանտին, հետո տեղափոխվել Պոստավո բատալյոն, 3-րդ բատալյոն։ Ու դիվիզիան ամենալուրջ, ամենահայտնի բատալյոնն էր, որտեղ համ տեղանքն էր լուրջ, համ ծառայությունը, համ մարտական հերթապահությունը։ Վրեժ ջան, ինչքան ժամանակվա ծառայող էր, երբ որ սկսվեց Չարաբաստիկ պատերազմը։ Տարի 3, տարի 4 էլի։ Այսինքն մեծ մասը արդեն ծառայության անցել էր։ Ոնց եղավ։ Սովորական հոտ զարթնենք, որ ճաշարան է տային։ Դե այտենց ամենօրյա մաքրություն, ինքնապատրաստություն, առավոտյան ստուգատես ու ժամանակ են տվել, որ վերջնական մեզ կարգի բերենք, որ տենց 7-ից քանիս էր, արդեն որ շարվենք, 8-ին ճաշարան մտնենք, 7-ից կեսեր, 7-ից 40, եթե չեմ սխալվում, ու առաջի սներեդը խփեց մեր կողմը։ Հենց մեր բատալյոնի ու լվացարանի դեմը։ Դեռ չգիտեք որ պատերազմը։ Ոչ մի ընդհանրապես ոչ մի տարբերակով չգիտեին։ Ուղղակի տենց խոսակցություններ կար, որ պոստերը լարված է, ամբողջ առաջնագիծը իրանք ինչքան տեխնիկա, ինչքան բան ունեն հավաքած է, բայց ասում են գերբի սովորական ամենօրյա զորավարժություն է, մի քանի օր տևելու անցնի, ոչ մի չէր պատկերացնում, որ կարող լինի։ Առաջին վիրավորումը երբ ստացար։ Առաջին վիրավորումը հենց ամսի 29-ին էր շոտ։ 2 օր անց։ Չեմ սխալվում։ Էլի շրջափակման մեջ դες ագայս չի կմել, հանտ ասյոթի վրա եմել։ Պիխոտի դեմելի կռվի վաղտ, հենց պիխոտը խփեց ագայսից, հենց ագայսի սնարյադը բացով, դա ագայսի տակը այս նույն դիրքով նստած ես, ինքը նստում է ոտերով քո վրա, երկու հատ ռուշկա բռնում ես, կրակում ես, հենց խփեց ագայսի սնարյադը բացով ոտերից էլ, գոտկատերից ներքև։ Առաջին հետին է։ Ոտքերդ ինչ վիճակում է։ Ոտքերս դե տենց թմրած է, չեմ զգում։ Չես կարող քայլել։ Նոր կարում եմ, բայց բռնել ավելի օգնող պիտի, թևից ես բռնեմ։ Իսկ բժիշկներն ինչ են ասում, ընթացքում դա կշտկվի, կքայլես նորմալ։ Դա տարիների ընթացքում, բայց էլի վիրահատության կարիք կա,
որտեղ ընդհանուր ողնաշարս հարվածից առանձնացել է։ Սայլակով է դա շարժվում։ Շարժակով այն վաղ շատ է հիմնականը սայլակով է, բայց հիմա ահագին Մոսկվա գնացի այդ տեղերից բանից հետո ոնց որ պրոցեդուրաներ ընդդեմ լիքը բաներ ահագին ոնց որ զգում եմ արդեն կարում եմ նույնիսկ թերապևտեմ բայց դե դողոտ բանը կա ընդհանուր շատ այլի ողնաշարս խախտված է դες բացատրի որ համ հարվածից համ ամբողջ աջ կողմս ու մեջքս խփած է ցենց մեծ ասկոլկի տեղերա խփելա ու հերվածել են Առաջին վիրավորումը ստացար, դա փոխեցի հիվանդանոց, ինչ աղավ։ Չէ, հենց մնացել եմ։ Այդ վիճակում մնացիր այդտեղ։ Ու շարունակել ես կռվել այդ վիճակով։ Մենք ենք շտիկով տակածնում մանր ասկոլկի քանում ենք։ Հետո անգերս ավելի ծանր վիրավորվավ երկրորդ անգամ։ Իմ կողմն էլի բարկած, իմ ուսից մտավ, այս այրևն է։ Ուսից մտավ, թոքս չգիտեի որ ծագա։ Տենց իրան քստեցի ուսից տարա, հասցրի տեղ, ինքը գնաց։ Այդ վիճակով։ Հա։ Ուղղակի ինքը շատ ծանր էր, իր ամբողջ ներքին օրգանները կախվել էր դուրս։ Նա տաղավոր վիճակ էր, բայց կարացի էլ ինձ թերապևտեի։ Վրեժ այդ ժամանակի քեզ երկրորդ վիրավորումը որ ստացել ժամանակի չտեղափոխեցին հիվանդանոց։ Այդ վաղտ արդեն իջել եմ։ Նու այդ ժամանակ այդ ուսի վիրավորումը ստացար։ Ուսի ու ոտիցս մտած մեծ այստեղից մտավ։ Գիտակցություն կորսել ես։ Չէ, ոբշե։ Դա սկարվել եմ դաժե։ Նու առավոտն եմ ես վիրավորվել, այտենց մի սուտկա մնացել եմ շրջափակման մեջ, այտենց իրիկուն եւ արդեն գիշեր էր, ու այտենց նորմալ չեմ հիշում։ Մենակ հիշում եմ, որ հասցրին ճանապարհ, պատգարակով ու մեծ ավտո եկավ Սատկո։ Դրին դրա մեջ ու գնացինք ճամփին արդեն երրորդ տրականք։ Վրեժ ջան, իսկ երրորդ վիրավորումը։ Երրորդ վիրավորումը արդեն մեքենայի, նո սենց էր համ մեքենան էթում էր, համ պիխոտը գալիս էր, կրակում էր հետևից, համ ավտոյի միջից կրակում կռվում ենք, համ ավտոն արագ իջնում էր, որ հասցնենք, նահանջենք, խփում էր սոնարյատները ավտոյի կողը, ավտոյի հետևը, ավտոյի դեմը, բայց չեմ հիշում այդ բան, մենակ հիշում եմ, որ նա դղկոց է եկել շատ մոտիկ, ոնց որ իմ կողը, ես ես ֆռացել եմ կողի, գոռացել եմ ախ, հետևից եմ գրնը, հիշում եմ, որ ավտոյի մեջ բարձր հայրմերն էր ասում, այդ բանն եմ շատ լավ հիշում, հիշում եմ, որ սենց ախ եմ արել, զգացի, որ մի բան ստե կախված է, ու դե մեքենայի մեջ որ իրար ես գալի, մի բան սենց գնում գալիս է, սենց մատով արի ջոկի, որ գլազը, սա կլոր է, ասիտի կաշկես թարավ դուս, ասեց համի արա, ու սենց բռնել եմ, պարկել եմ կողի, արդեն էտ է Արունեի հետ տալի, էլ դուս բան չեմ հիշում, համակի հիշում ձյարս դրի փորիս, սխմեցի գոռացի, ախ զգացի, որ օղի կալիս փոփուկա, կլոր մի բան է։ Այդ ժամանակ մյուս աշխատած էր տեսնում արդեն։ Չէ, հետո կարիսկի գնաց։ Այդ վաղտ տեսել եմ փորս բացված։ Այդ վաղտ հիշում եմ, որ սենց եմ արել, Արուն էր Մի սա։ աշխատք կարամ։ Հա, Արուն էր սա։ Ֆռացել եմ դաժե տիկոին եմ տեսել, որ բարձր հայրմերն է ասում։ Ասեցի տիկ էս ինչ է։ Տիկոն այդ ընկերդ է։ Չէ, մյուս ընկերս։ Մյուս ընկերդ վիրավորել։ Հա, ելին տլապ։ Իրա մի ոտը չի աշխատում вообще թևը ցկված։ Այդ վաղ տեսել եմ, հետո ճանապարհին արդեն չգիտեմ, երևի գիտակցությունս կորցրել եմ ու տեսողությունս էլ ատե գնաց։ Չես հիշում արդեն ինչա։ Չէ, вообще։ Կամ չէ, քեզ մոտիկ նստել։ Հա, նստի։ Բայց այդ տղաները պատմում են, որ արդեն ճանապարհին այդ ավտոն էլ շարքիցել է։ Գնացել ենք հասել ենք մեր 4-րդ բատալյոնին, բանն կողը պատվալ են հարկում, որտեղ որ վիրահատում են։ Դա տիկոն ասում է, որ աշկտեն։ Հեռացրե, ներքին առնասությունը բան կտրել են, ուտես իմ անգամից տարել եմ Մարտակերտ չեն ընդունա, ասել են շատ ծանր է,
որ զարգ չի էլ ընդհանրապես, ուտից, մարտակերտից, անգիտակից վերտել հետո բելն երեկուն է։ Բժիշկները ինչ են ասում, երկրորդ աչքի տեսողություն ինչ-որ բան։ Եղջերաթաղանթի վիրահատությունը Ներվի հատ։ նյարդի։ Ներվի ու եղջերաթաղանթը շատ վատ վիճակում է, ու չկա։ Ինքը ասում է տարուց ցավրված էլ տրակել է հարվածից, բայց ներվն է ասկոլկայակ։ Մենք մի զինվորի նկարեցինք, ում եղջերաթաղանթի խնդիրներ։ Մենք Գերմանիայում կարող էին վիրահատություն կատարել եւ փառք Աստծո բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ այժմ տղան պատրաստվում է մեկնել Գերմանիա։ Ուզում եմ հասկանալ դու հետաքրքրվել ես որտեղ հնարավոր կատարել, ինչ գումարի մասն է խոսքը, որովհետեւ անկախ ամեն ինչից շատ բարի մարդիկ են նայում եւ մենք ընդհանուր տարբերակով գոնե ինչ որ չափով կարող ենք գոնե աչքի հետ կապված ինչ որ բան անել։ Գերմանիայի տարբերակը կա, որ փող պատվաստում լինում է, իմ տարբերակն է դա։ Փող պատվաստում պետքա լինի։ Բայց դա ռեալ է։ Ինչ։ Ռեալ է փող պատվաստում։ Հա, արել են։ Իմ աստիճանի 17 տոլիկ 18 զինվորի արել են։ Այս պատերազմը։ Հայաստանից։ Հա, տարի արել են։ Դա անհատական հովանավորների միջնորդությամբ։ Հա, ես դες գիտեմ, հա։ Ես նույն տղայից խոսացի, ասեց հա անհատական։ Այսինքն դու գիտես մարդ, ով արել է, գիտես որ կլինիկայում են անում, ամեն դեպքում կարող ենք ինչ-որ բան անել։ Հա։ Դե ընթացքում ուրեմն կապի մեջ կլինենք, հասկանանք ինչ կարող ենք անել։ Ես այդ բժիշկի հետ եմ դաժե խոսացել, ինքը հայ էր, Գերմանիայում որ աշխատում էր այդ հիվանդանոցում։ Ասաց մենք առաջին արել ենք մոտ հայ տղամարդու 32 տարեկան պատերազմի հետ կապ չունեցել։ 15 տարեկան երեխայի աշկ ենք դրել։ Ու հիմա ինքը 60% տենում է։ Հարցը նա ուղղակի որ այդ պրոֆեսորն է բացատրեց, ասաց որ մենակ քո վիրահատության հարցը չի։ Ասաց հա որ ես քեզ ասեմ դու գաս մի ամիս է տևելու, անելու եմ դու եթալու ես չէ։ Ասաց սենց հա դու պիտի գաս, գրանցեմ քեզ, այսինքն հերթ գոյություն ունի, ասաց մեր կլինիկաներ տենց են գրանցում են քեզ ու սկսում ենք փնտրել քո դոնորը ոնց որ համընկնի։ Քո դոնորը կարող է հայտնվել 2 ամիս հետո, կարող է հայտնվել 7 ամիս հետո, կարող է հայտնվել մի տարի հետո։ Դրա համար քեզ դե մնալ ապեկ, դրա համար ստե քեզ ամեն ինչ պետք է որ դու մնաս, բայց մեր հսկողության տակ ասած Հիվանդանոց։ հա, բայց ասած նես չի որ դու կարաս դից ստե գրանցվես ու չգիտեմ ինչ որ մեկի միջոցով անես, ասած չէ։ Պիտի գաս անալիզները սաղանեն քո գլխից բանից ասած աշկից են հեղուկ վերցում, գլխուղից են հեղուկ վերցում, ու ամեն ինչ, որ դոնորի հետ համընկնի։ Լավ, կփորձենք ամեն դեպքում միասին ավելի մանրամասն ինֆորմացիա ունենալ այդ ամեն ինչի հետ կապված, կապ հաստատել նաև այն տղաների հետ, ովքեր այդ ամեն ինչի միջով անցել են, կապ հաստատել հենց տեղի բժիշկների հետ, զրույց ունենալ, բժշկական թղթերը ուղարկել նրանց եւ հասկանալ ինչ կարող են անել քո դեպքում, լավ։ Այդ ամեն ինչին ինքս արդեն հետևողական կլինեմ եւ միասին կապի մեջ կլինենք վերջը։ Արարատի մարզից ես։ Հա, Որսովա գյուղից ծննդավայրից։ Այս ընթացքում լինում ես Երևանում։ Հա, Վարձակալությամբ։ հա, Տոնը վարձակալությամբ է, մասիվում ես մնում։ Ծնողները ծնողներն են։ կայս հետ են այստեղ են լինում, հա։ Անկախ ամենից պատկերացնում թե այդ ֆինանսական հարցը ինչքան լուրջ է, որովհետև ցանկացած զինվորի տանն է այդ հարցը լուրջ, իսկ քո վիրավորումը շատ ծանր է ու տնից տեղից բարես իմաստով կտրված վարձակալությամբ ապրել դա շատ դժվար է։ Կարծում կլինեն մարդիկ, ովքեր նաև մեր հաղորդման շրջանակներում այդ հարցերը որոշակի չափով կարող են լուծել վերջը։ Նպատակներդ գիտեմ, որ ընկերուհի ունես։ Նո, Գալիս է քեզ հետ անցկացնում ժամանակ։ Այստեղ կարող ենք նաև զրույց ունենալ։ Քրիստինա ջան, նախ ամբողջ մեր հետևորդների կողմից, մարդկանց կողմից ուզում շնորհակալություն հայտնել քեզ, որ մեր շատ սիրելի հերոս վրեժին մենակ չես թողնում։ Իսկական հայ աղջկա նման ես քեզ պահել եւ այդպես է պետքա լիներ։ Այդպես է պետքա լիներ, շատ նպատակներ ունեք միասին։
Շուտ անցեք ընկերություն անում։ Դպրոցական տարիքից։ Իրար եք սովորել։ Հա։ Սկսվեց Առաջի դասից մինչև 12-րդ դաս։ Սկսվեց պատերազմ, բանակ ճանապարհելիս եւ թե շատ քիչ էր մտքերը, չէ, որ կարող է ինչ-որ մի բան լինի, բայց սկսվեց պատերազմ։ Երբեմն իրականություն շատ դաժան է լինում ու առաջնագծում ունենալ սիրելի տղա շատ դժվար էր քեզ համար նաեւ։ Այդ օրերին ոնց էր փորձում էր վրեժի ընտանիքի հետ լինել, ոնց էի կարողանում հաղթահարել բոլորը։ Չէ, դե որ իմացանք արդեն առաջի օրվանից յածնողների կողքն եմ եղել, վրեժի հետ ռանիմացիայի դիմացից են կողմ չէին գնում, որ մի լուր ստանանք վիճակից, ինչ որ փոփոխություն էինք սպասում ամեն օր, չգիտեմ, ահավոր օրեր էին։ Վիրավորման մասին ինչպես իմացար։ Դե արդեն որ մի քանի օր չզանգեց, սկսեցին ծնողները ման գալ, հետո իմացանք, որ ոչ մի հիվանդանոցում չկա, չեն գտնում։ Հետո պարզվեց, որ Երևանում է։ Դե գտել էին, իր մայրիկը զանգեց, ասեց, որ գտել ենք հիվանդանոցում ու գնացինք։ Ինչպես էր հանդիպումը։ Առաջի օրը չտեսա, չթողեցին, հետո երկրորդ օրը մի կերպ եմ մտել, որ տենամ, բայց չգիտեմ։ Դու ժամանակ վրեժ ընդհանրապես ոչ մի արձագանք չի տվել։ Կոմայի մեջ է եղել թե։ Հա, մի 20 օր երևի չի էլ զգացել, որ գնացել եմ առաջի օրերը։ Այդ օրին բժիշկները ինչ էին ասում։ Դե ամեն օր վատը, ոչ մի հույս չտալով, որ շատ ապրելու ծանր հետ է։ կապված։ Դե հա, որ ինչ որ բաներ կարողա չգիտակցի, գլուխը շատ ծանր վիճակում էր, էլի, հենց գլխին էր հարվածը, բայց դե Այդ ժամանակ գիտեի, որ տեսողություն կորցրել արդեն։ Դե սկզբորին չէ, ուղղակի դրա մասին չենք էլ մտածել, մենակ մտածում էինք, որ գոնե աչքերը բացի մի բառ ասի։ Բայց դե հետո որ աչքերը բացեց, նոր հասկացանք, որ այս մյուսով էլ չտեսնում։ Ինչև էլ չգիտենք։ Դե բժիշկները ոչ մի բան չէին ասում, էլի նորմալ։ Այսօրին փորձում ես խնամել, ստալ լինել, սիրելի կողքին լինել։ Նպատակներն ինչպիսին են, պատրաստվում եք ամուսնանալ։ Դեռ ոչ։ Ամեն ինչ հետո հարց է, հիմա ամենակարևորը իր առողջությունն է, որ գոնե այս մյուս աչքով ինքը կարողանա նորից տեսնել։ Գիտես, միշտ այսպես ինչ-որ մի վիճակ կա, տղամարդ համար շատ կարևոր է իր կողակցի ուժը, շատ, վրեժը կփաստի կարծում եմ։ Երբ որ դու հասկանում ես, որ դու մենակ չես, ուղղակի քո կեսն է քո կողքը, ով ամեն րոպե ասում որ լավ է լինելու, չգիտեմ լավը որն է, այս տարբերակով, այսինքն հասկացություն չէ, միշտ մենք ասում ենք լավ է լինելու, բայց անկախ ամեն ինչից, այս հույսով վիճակները միշտ սիրելի կողմից ստանալը շատ ավելի լավ է ու շատ ավելի հուսադրող է։ Ես քեզ իրական շատ շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ քո առաջ, որ մեր շատ սիրելի վրեժին կողքին ես եւ գիտես ես մեր տեսանյութի տղաներին միշտ ասում եմ, որ արժանի զուգընկեր պետք է ունենաք ձեր կողքին, ձեզ արժանի, ձեզ վայել եւ այս տարբերակով ես տեսնում, որ ավելին է շատ լավ է, որ արժանի մարդը նրա կողքին այս օրերին ու առհասարակ է եւ համոզված եմ, որ ձեզ շատ առիթներ են ունենալու դեռ ներկայացնենք մարդկանց, ձեր երջանիկ պահերը կիսենք մարդկանց հետ, եթե դեմ չեք էլի, որովհետեւ մարդիկ շատ սիրում են մեր զինվորներին, մեր հաղորդման եւ ես փորձում եմ ժամանակ տրամադրել նրանց կարևոր իրադարձությունները, մեկ ամուսնանում, մեկը նշանվում է, այդ ամեն ինչը ներկայացնել այլ մարդկանց։ Շնորհակալություն, որ չմաժեցիք, որովհետև գիտեմ որ չեք սիրում նկարահանվել, բայց կարծում եմ շատ հետաքրքիր եղավ եւ մարդիկ էլ ճանաչեցին ձեզ եւ բոլորի անունից եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Քրիստինե ջան։ Ես լավ շնորհակալ։ Վրեժ ջան, իսկ աչքի արտաքին տեսքը կշտկեն, այսինքն երբ այդ վիրահատությունը պլանավորվում։ Այդ վիրահատությունը երևի տենց մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։ Գիտես, մոտավորապես պատկերացնում, երբ որ զինվոր տեսնում է իր աչքը իր ձեռքում, երբ որ տեսնում է այդ առնական վիճակն է, երբ որ տեսնում է ընկերոջ հաղորդելիս, հայր մեր ասելիս, կարծես թե դա պատկերացում է, որ արդեն դա վերջն է, այսինքն, չէ՞, դա հենց ընկում էլ չգիտեմ, սարսափելի է այդ պահին։ Ուզում եմ պատկերացնել շատ դաժան վիճակ է։ Որտեղից այդքան ուժ, որտեղից այդքան արիություն, երբ որ դու կարողանում ես հիմա դրա մասին խոսել ուղղակի։ Խոսել որպես պատմություն անցած։ Որտեղից եք առհասարակ այդ օրերին ուժ վերցնում պայքարելու համար։
18-ից 20 տարեկան լինելով։ Ուժը չգիտեմ, ես вообще իմ կյանքում մեկ շատ ուժեղ մարդ եմ եղել։ Ես չգիտեմ, ամեն ինչ կարելի ասել կյանքում տեսել եմ, դե գյուղի տղա, բարձ ամեն աշխատանք, ամեն հարց, չգիտեմ, ամեն ինչ արել եմ, ամենի մեջ եղել եմ։ Իմ հոգեբանությունը շատ ուժեղ է, ահավոր ուժեղ է։ Ու բանակ տեղել, որ հա ես սովորական կյանքում կարող եմ ուժի, չգիտեմ, իմ գաղափարի վրա կասկածեի, բայց ծառայության մեջ եմ, որ հասկացա, որ ես մենակով իմ մտքով կարամ ինչ-որ բան փոխեմ։ Ու կռվի վաղ вообще համոզվա, որ ես ունեմ այդ գաղափարը միտքի մեջ, որ ես կարամ մի բան ստեղծեմ, մի բան կազմակերպեմ, ու ստացվում էր։ Նա համար էլ ուղղակի չի, որ ասում են երրիրեքի վրեր, որովհետև իրոք այդ երրիրեքը, չգիտեմ, իմ համար սովորական post չէր, սովորական, չգիտեմ, կացարան չէր, այլ ես նվիրված այդ post-ին, այդ post-ը կացարանը սարքելով, չգիտեմ, շատ էր, ամեն ինչը շատ մեծ ու շատ հետաքրքիր էր։ Ու դրա համար են, որ ի ոնց որ այսքան նվիրվում ես կյանքում մի բանի, չարչարվում անում ես, հա, քո չարչարանքով, ու չես էլ կարա դա հեշտ թողես ուրիշին, կամ հեշտ տաս։ Դրա համար շատ ուժը հենց այդտեղից էր գալի, որ պայքարը ինչքան լիքը հանգամանքներից ելնելով չի լինում պահել, բայց պայքարը մեծ էր, որ մեր տանջվածը, մեր պահածը, մեր անքուն գիշերների սոված, չգիտեմ, վատ օրերի այդ իրավիճակը չի կարա կորի, պիտի պահենք, բայց այսինքն Ինչ փոխեց պատերազմը քո կյանքում։ դժվար հարց է։ Առհասարակ տեսողությունը կորցնել ամբողջությամբ ու ադապտացվել վիճակին։ Դու գիտես չէ, որ դու ամենահզորն ես, ամենաուժեղն ես։ Ես միշտ ասում եմ, որ տարբեր ծանր պատմություն եմ լսում այս ռեպորտաժի շրջանակներում ու զարմանում եմ ինքս ինձ վրա, որ ես ինքս ունակի եմ այդքանը լսել ու տանել, բայց միշտ ասում եմ տղաներին հետևյալը, որ ամեն մեկին իր ուժեղության չափով է տրվում իր խնդիրները։ Հաստատ։ Դու պատկերացնես ինչքան ուժեղ ես դու։ Հաստատ։ Դա տենց է։ Բայց զուգահեռ դու պետք է շարունակես ապրել։ Ապրել երջանիկ, անհոգ, եւ այդ անհոգությունը ապավելը դա յուրաքանչյուր սպարտն է։ Քեզ։ Ես քեզ շնորհակալություն եմ հայտնում, որ քեզ համար դժվար թեմաներից եւս մեկ անգամ խոսեցիր։ Ես քեզ ուզում եմ օր-օրի տեսնել ավելի կազմված տարբերակով, ավելի ուժեղ տարբերակով, որովհետև համոզված եմ մեր հետևորդները քեզ նայելով ուժ ստացան շատ։ Նաև օրինակ ես ձայնի ուղղությամբ կարում եմ ախպեր։ Ինչո՞վ։ Ձայնի ուղղությամբ կարում եմ կենտրոնանամ նայեմ։ Այդ բժիշկը, որ չգիտեմ, սպասի, ոնց որ Ֆրանսիայի բժիշկ է, ասաց դա հետաքրքիր քո մեջ, որ դու կարող ես ձայնի ուղղությամբ բան, համ մեկը կարող է մի քիչ վերև նայեմ, խառնվեմ ձայնի ալիքից, ես вообще կարող եմ կենտրոնանամ, որ կողմնայեմ։ Վրեժից լույսն էլ չես տեսնում։ Вообще։ Դա պես լույսն էլ չի գալիս քեզ։ Դա։ Հա, բայց մենակ չգիտեմ ոնց գյուղում եմ մի դրվագ տես։ Հա։ Ինչ դրվագ էր։ Նո ոնց որ գնացել ենք մատաղանենք, այդ վաղտ անկողնային է էլի։ Սենակում պարկած է, սենց սովորական, լույսը անջատած, մութ սենակ, պատուհան չկար, ու նենց սենակ էր, որ պատուհան չկար։ Սենց բացատրեմ ու զալի լույսերը շատ պայծառ վառ էր, դուռը բացվավ, սենց լույսը գավ ցելի, սենց շողաց լույսը ու մարդը լրիվ սենց կերպարը սև մտավ նոր։ Լրիվ սև։ Դու այդ մարդուն մենակ տեսար։ Հա։ Ու всё, մի բա սենց։
ու հենց ինքը դուռը փակեց, կորավ ինքը։ Այդ լույսը որ բան փակեց դուռը, լույսն է կորավ, ինքն է կորավ։ Հետո իրան ասացի մի հատ է բացի դուռը, բացեց էլ ոչի բան։ Իսկ այս կոկորտի ներքևում ինչա։ Ես շլան գիտեմ։ Դին բացել եմ կողանային Կանես շնչել։ Բերանս որ բանը, դες պլաստիկա, չէ։ Ծնոտս։ Այս կոմը։ Հա, սա հավաքած է։ Սա բան է, բերանս դեռնար է ու երկա ճորով կարած այլն ու բանը լեզուս բերանս։ Ստեից եմ շնչել ու ստեից է ոնց որ զոնդ բան միացրած է։ Քթիցը չեն կարացա զոնդ դնեմ, որտեղ ջարդած է սա։ Հավաքած է այս մասը։ Ես հպարտամ որ քեզ ճանաչեցի։ Դու իմ ընկերն ես։ Դու մեր բոլորի ընկերն ես, դու մեր ամենաուժեղ ընկերն ես։ Մեր միջից ամենաուժեղը դու ես։ Մեր բոլորի միջից ամենաուժեղը դու ես։ Ներողություն եմ խնդրում որ բոլորիս համար բոլորիս հայրենիքի համար դու կոսել ես առողջության որոշ մասը։ Եվ հիմա մեր բոլորի նպատակն է ինչով հնարավոր է վերականգնել։ Որ հայ տղան, չգիտեմ, կամ ինչ-որ վիրավորում ստացած իմ տարիքի կամ ցածրը բարձր տարիքի տղան դե ոնց է հասկանում կամ գիտակցում այդ ամեն ինչը, ես ոչ նեղվում եմ, ոչ ասում եմ, խի պիտի սենց լներ, չգիտեմ, կարար ավելի լավ լներ, խի ես այսքան վատ վիճակում լեմ, չէ ես չեմ մեղադրում, ես պարտավոր էի կռվեի, պարտավոր է, ես լից մեղադրում եմ, որ վիրավորվել եմ ու կռվել եմ 7 օր իմ ընկերներից շուտ եմ, չէ, բայց չգիտեմ, իմ մեջ չկա այդ հասկացողությունը, այդ միտքը, որ կարար ավելի լավ լներ, ես փախնեի, լավ լիներ։ Ափսոսանք չկա այսինքն։ Ափսոսանք չունես։ Вообще, ընդհանրապես։ Իմ հոգին չգիտեմ, իմ մեջի իրոք վրեժը, որտեղ իմ անունը վրեժ է, իմ վրեժը շատ ուժեղ է, ես չգիտեմ, չեմ մտածում, որ ես պարտված մարդ եմ, ուղղակի կյանքում ես մի քիչ վիրավորված մարդ եմ, բայց այդ վիրավորումը անցնելու է ու ամեն ինչ լինելու է շատ լավ։ Ռեժ մեր հաղորդումը նայում են սրտացավ մարդիկ։ Եվ մենք մեր հաղորդման շրջանակներում ստացել ենք փոքրիկ բյուջե, ամեն զինվորի այցելելիս փորձում ենք դրամական նվեր փոխանցել նրանց։ Հաշվի առնելով այս ընթացքում ստացված ծախսերը, հաշվի առնելով դրանց քանակը եւ այլն, ես ուզում եմ փոխանցել քեզ բոլորի նվերը։ Եվ հուսալով, որ ինչ-որ բանով այն քեզ օգտակար կլինի։ Իհարկե շատ փոքր է քո արածի դիմաց ցանկացած գումար։ Բայց խնդրում նվեր ընդունել, հա, որպես ամենաչնչին ուշադրությունը իմ համար մեծ է, որտեվ այսին ուշադրությունը հարգանքը կյանքում ամենամեծն է ու փոխադարձ է։ Չես կարա այդի քիչ համարես կամ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարիսերտ մարդկանց, ովքեր անհատական աջակցում են զինվորների։ Ինչպես նաև խորին շնորհակալություն եմ հայտնում Դիանա Սիմոնյանին, ով ֆինանսավորում է մեր հաղորդաշարը եւ մենք կարողանում ենք շատ զինվորների պատմություններ լսել եւ նրանց ուշադրության կենտրոնում դարձնել։ Ես խոնարհում եմ նրա մարդասակի առաջ, որովհետեւ նրա արած գործը իրականում գնահատելի է։ Նրա շնորհիվ արդեն 100-ից ավել զինվորի մասին մենք կարողացել ենք խոսել։ Նրա շնորհիվ մենք կարողացել ենք 100-ից ավել զինվորի ուշադրություն դարձնել եւ անտարբերության չմատնել վրեժ ջան, որովհետեւ պատկերացրու օրինակ չէ եկել են ռեպորտաժներ ներկայացրել։ Դու պատկերացնում ես սամանային այդ սամանամերձ գյուղերում չկան երեխաներ կան, որոնց առաջին մենք ենք այցելել։ Ոնց մասին չգիտեն ընդհանրապես։
Ոք հոգեբանորեն ճնշված են եւ ինչ որ ափսոսանք կան ասում են, որ ոչ մեկ իրենց դուռը չբացեց։ Փորձում ենք այդ բարձր լրացնել։ Շնորհակալություն բոլոր բայասերտ մարդկանց։ Վրեժ ջան, խնդրում եմ ընդունիր այս դրամական նվերը մեր կողմից եւ ես մեկ անգամ շնորհակալություն բոլոր բայասերտ մարդկանց, որ զինվորի կողքին են եւ աջակցում են զինվորներին։ Վրեժ, մեր հաղորդման շրջանակներում փորձում ենք փոքրիկ զրույց ունենալ նաեւ ընտանիքի անդամներից մեկի հետ։ Հասկանալու համար նա անկել են, չէ՞, հերոսներետորերին։ Պետք է ասում ես, չէ՞, ինչքան դժվար է ընտանիքի համար, ծնողների համար, երբ որ օրերով լուր չունեին, երբ որ, չգիտեմ, ինչ որ չարիքի մեջ էր ամբողջ ազգը։ Այստեղ էլ է շատ դժվար, այստեղ էլ էր թիկունքում բավականին վիճակը վատ էր մարդկանց։ Բոլորը կա քեզ խանգարում sense մարդ, չէ։ Բոլորը մի նպատակ ունեին, կանգնել բանակի կողքին, կանգնել զինվորի կողքին, ով ինչով կարողանում էր։ Մեկը շորեր էր հավաքում զինվորների համար, մեկը գումար էր հավաքում, մեկը, չգիտեմ, ով ինչով կարողանում էր, հա։ Եթե դեմ չես, հայրիկի հետ խոսակցություն ունենանք եւ հասկանանք այդ օրին ոնց կարողացան հաղթահարել։ Վահեջան, Վրեժի հայրն եք։ Այո։ Նախ խոնարհում եմ ձեր առաջ, որ նման հերոսի լույս աշխարհ եք բերել եւ նվիրել եք բոլորիս, բառից բուն իմաստով։ Իհարկե ծնողի համար դժվար է որդուն տեսնել ոչ այն տարբերակով, ինչպես ուղարկել է բանակը։ Շատ բարդ է եւ ոչ մի բառ, ոչ մի իրողություն, ոչ մի աջակցություն չի կարող այդ բացը լրացնել, ես դա շատ լավ հասկանում եմ։ Բայց ուզում հասկանալ, ինչ եք զգում հպարտություն, ափսոսանք, ինչ է ձեր սրտում մտքում։ Ամենաառաջինը այնքան ուրախ եմ, որ այս տիպի հերոս տղա ունեմ, խոնարհում եմ իր առաջ, որ մինչև վերջի րոպեն առանց որևիցե վարանելու, առանց որևիցե ինչ-որ մի լավ բանի մասին մտածելու ուզեցել է գործ ավարտին հասցնի։ Այսինքն չթողելով իր դիրքը, ասում էր իմ դիրքը իմ տունն է, իմ փոստն իմ ամեն ինչն է, ես չեմ կարող մի սանտիմետր էլ հետ նահանջանեմ ինչ-որ մի լավ ակնկալիքով։ Դրա համար էլ այս ուժանացել է իմ խեղճերուց այս տեսողությունն է կորցրել, աչքը, ուսը, թոքը, էլ չեմ ասում մնացած ասկորկեկն էլ, որ խանգարում են իրան, ընթացքում նոր տեսնենք ոնց կլինի, որ դիմենք բուժման պրոցեսներին, ավարտին հասնենք, ամենաառաջինը տղայիս տեսողությունն, որ գոնե այս մի մնացած աշկը տենա, գոնե տարբերի, իրա սիրելիին, իրա հորը, իրա մորը, ընկերական շրջապատին, ես մենակ դրա համար եմ մտածում ու հպարտ եմ, որ այտենց հերոս տղա ունեմ։ Մի քանի օր չի կարողացել գտնել Վրեժին կամ հաստատել հիվանդանոցներում եւ վերջապես գտակ։ Ինչպես գտակ։ Վրեժին մանգալուց ահագին անատոմիկներ, ահագին հիվանդանոցներ մանեկան Ղարաբաղից սկսած ծանոթներն էլ մեզ օգնելով, այսինքն Երևանի մասին է խոսքը։ Մենք միջև Երևան կհասնենք, իրանք զանգեցին, ասեցին Վրեժին ճարել ենք այս թևի խաչով։ Ասեցին ձեր տղան է, ասեցի, բայց կարող է ինքը չլինի, հետո ունենց եղավ, ասի, չէ, Աստված դերեր այսինքն արած աղոթում, այդ այն տղում խաչի մեջի նկարը։ Այդ ձևով եկան գտանք Վրեժից ծայրահեղ ծանր վիճակում, Անճանաչելի է։ անճանաչելի։ Նկարներ կան այդ ընթացքից։ Այդ ընթացքից ընկերում նկարներ, թե հիմա ջեբից էին հանել, թե ոնց, դրել էին իր կրծքավանդակի վրա, մեկ էլ մոր նկարը տղաս պահում էր, էլի։ Այտենց ճանաչել են, ասել են հաստատ ձեր տղեն է, եկեք, եկանք կնոջս հետ մտանք, տեսանք, այո, որ անճանաչելի է, բայց մեր Վրեժն է։ 28 օր կոմա, հələ ավելի շատ կասեի, չէր կարող խոսալ, այս բերանը սաղ կարած, ծնոտ, այո, կարել էին, որ չմանում, ինք ասում ես անդադ խփում էի ոտքով այդ բաներին կրավատի, որ մոտենային ինձ, բայց չէր կարող խոսալ, ասում էին անհայտ զինվորը, խեղճ տղաս պատմում է հետո, որ խելքն եկավ տեղն ասեց,
Ինչ անհայտ, ես լավ է ծնողներ ունեմ, ես անհայտ չեմ, ուղղակի չեմ կարող խոսամ, որ ես ասեմ ես ով եմ։ Այդ այնց ամիսներ, շաբաթներ, օրեր բժիշկների գիտելիքներով, իրանց հմտությամբ, իրանց ամեն ինչով բուժեցին են տղային, կամաց կոմայցել հանին, հետ բերին, սկսեց խոսալ, սկսեց բառեր ասել, ուտել էր ուզում, ամեն առաջինը ասում էր էլի տվեք, էլի, այնքան էր խեղճ երեխան մնացել, ինչ-որ մի ուտելիքի կամ ջրի հույսի, որ ընդ շատ դժվար է, սաղ էլ գիտեք, մատաղիսում ինչա կատարվել, անձրևի պես լսում էին երեխեքի վրա, անձրևի պես, ընկերոջն օգնելով, աղիքները դուսեր ընկերասումը, կապելով, Աղիքները ինչ վիճակում էին։ վրեժի, ստոմայով էր, Երևանում վիրահատել են, դրել են տեղը, էլի շնորհակալ եմ բժիշկներին։ Աղիքները դուրս եկացար։ Հա, ստոմայով էր գործում աղիք, 6 ամիս լրացավ, տարանք նորից տեղադրեցին, հիմա թութու, փառք Աստծո, արդեն անցել է իր բնականոն ձևով արտաթորում։ Թոքներ վնասված, դրենաժային դրե, էդ էլ կամաց, ուժեղ է իմ տղան, շատ ուժեղ, ֆիզիկապես ամուր է եւ հենց էդ էլ օգնեց։ Մի հատ հարց էլ կաստե, ես չեմ կարող դրա մասին չասեմ, ամենասկզբից իմ տղային օգնեց իր անկերուին, Քրիստինեն։ Ես պատկերացրեք, որ ռանիմացիա մտնում էի, որ իմ տղային տենա, ես չէի մտնում, ասում էի Քրիստինե ջան, դու մտի, թող ինքը զգա, որ դու իր կողքն ես, որ ինքը ապրելու ցանկություն ունենա, հետ գա, սկսի ապրել, սկսի ձեր մասին մտածել, թե չէ այն վիճակում էր, որ հույս էլ չունեինք, որ ինքը կապրեր։ Աստված առաջ եղավ, այն ինչ որ ուզում էինք խնդրելով, այդպես։ Այս օրերին մարդկանց ուշադրությունը ոնց է։ Գալիս են, ծանոթանում են, ձերքն են համբյուրում, զորացում են իմ տղային, ասում են հալալա, որ այդ տիպի զինվոր ես, այդ տիպի ուղեղ ունես, որ այդքանից հետո էլի մտածում ես, վրեժս ասեց, տեսողությունից ես պիտի չկորցներ, շուտ էր, ասում էր, կիսատ գործեր լիքն են, այսինքն ծառայության մասին էր խոսում, այսինքն հողերը պիտի այդքան շուտ չվերադարձվեին իրանց, պիտի պաշտպանվեր, պիտի մեր հողը նորից հետ վերցվեր, ծառայություն տաներ, դեռ մի քանի ամիս էլ կար, որ ինքը ուղղայնատլներ, բայց արի ուտես, որ ուրբաթշաբաթից, որ ասում են շուտ եկավ այդ մոմենտը, տեսողությունը կորցրեց, որ պատմեցի հիվանդանոց, մեկ էլ մյուս, այդ տիպի ծանր էր, բայց փառք Աստծո, որ հիմա մեր կողքին է, մարդիկ այո, աջակցում են, գալիս են, տեր են կայնում, ինչի՞ չէ, նաև գումարներով է, ասում են հերոս տղա է, իրան ամեն ինչ էլ պետք է, որ ինքը վերականգնվի, առաջնահերթ տեսողությունը։ Պատերազմի օրերին ինչ հաճախականության փեր կարողանում զանգահարել, ինչ ինֆորմացիա ունեք իր մասին, ոնց իմացաք վիրավորման լուրը։ Շատ կարճ էր զանգահարում, որովհետև տեղը անմիջապես կորսային ու սկսեին երեխաների վրա այդ ԱԹՍ-ներով գրավել։ Մի անգամ ասեց լավ եմ, մի անգամ ասեց լավ եմ ու վсё։ Ես դե ամսի 28-ին ստիպված զանգեցի, որ խաբի ասես ապտալա մեր մոտ ոչ բան չկա, զասադի մեջ էիք, հետո ինձ պատմել ես։ Ցամա վրա էր։ Չէ։ Ասաց ամեն ինչ լավ է, ասի ես խնդրում եմ, ասի շուշուտ տեղդ փոխի բալես։ Ու կարճ։ Всё, դրանից հետո կապա անմիշտ կորավ ու կորավ։ Այս վիրավորվելու մասին ոնց իմացաք։ Հիվանդանոց։ Ինքն հիվանդանոցի զանգեցին, ասեցին։ Թե մինչև այդ օրը հետաքրքրվել են, մոնգերներից մարդ է, որ ասել է, նորմալ է վրեժը, ընդհանրապես Ոտնա, հա, ճիշտ է։ Ոտնը թե վիրավորվել է, դե ինքից տենց է տեսել։ Վերջին անգամ, առել որ տեսել առաջին անգամ, ոտից վիրավորվել է, որ պատմում էի առաջին անգամ ոտից վիրավորվա, հետ վաղ է տեսել ու հետո ինքը գնացել է Թալիշ, ես մնացել եմ մոտը։ Ես ուժ եմ մաղթում, ձեզ էլ,
Շնորհակալություն եմ հայտնում, որ Ես էլ եմ շնորհակալ տղաներ ջան։ խոսեցիք։ Ներողություն եմ խնդրում, եթե բարդ օրերից ստիպված եղեք նույնց հիշել, որտեղ պատկերացնում եմ այդ ամեն ինչը վերադառնալ ամեն անգամ ինչքան մեծ ցավաց էս համար։ Ես կարծում եմ մեր հետևորդները ունեն հնարավորություն վրեժի սխրագործությունների մասին իմանալ, վրեժի հերոս տեսակի մասին իմանալ եւ նրա հերոս ընտանիքին ճանաչել առհասարակ։ Ես համոզված եմ, որ նա ուժեղ տեսակը օրորի կազդուրվելու է։ Ես համոզված եմ, որ օրորի տեսնելու ենք ավելի կազդուրված, ավելի ուժեղ վրեժի, ով կամաց կանցնի իր ստաբիլ կյանքին, կվերադառնա կյանքի բնականon ռեժիմին։ Եղած արդեն եղած է, ոչինչ փոխել հնարավոր չի։ Այս դեպքով ապրել անցյալով դա սխալ է։ Պետք է քայլել առաջ, ինչքան էլ որ փշոտ է ճանապարհը, ինչքան էլ որ դժվար է։ Կարևորը հիմա կան շատ մարդիկ, ովքեր քո կողքին կանգնած են։ Կարևորը որ դու պատերազմը դարձա պատճառ, որ մարդիկ հասկանան, թե դու եւ քո նման հերոս որդիները ինչքան շատ են։ Եվ մենք ունեցանք հնարավորություն ձեզ ճանաչելու։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Նմանապես տղաներ ջան։ Եվ եթե դեմ չես վրեժ ջան, ուզում եմ ընկերանանք, բարբերաբար գամ քեզ մոտ։ Դա իմ ցանկությունն առաջերտին եւ ուզում եմ, որ քո կյանքում այնքան դրական լավ իրադարձություններ շատ լինեն, որ ես կարողանամ բարբերաբար ռեպորտաժներ ներկայացնել այդ մասին, մեր հետևորդներն տեսնեն ուրախանան, լավ։ Քեզ շնորհակալություն եմ հայտնում։ Եվ ներողություն եմ խնդրում, եթե քեզ համար բարդ թեմաներից ուղղակի խոսեցիր։ Հարգելի հետևորդներ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք, ես Արգամ Մուստյանն եմ եւ դիտում եք մեր հեռուստաերթ հաղորդաշարը։ Մենք Վրեժ Բադալյանի բնականում ենք Երևանում, որտեղ ժամանակավոր կայացություն է հաստատել Վրեժի ընտանիքը։ Այսօրին Երևանում բուժման հետ կապված Երևանում է բնակվում ընտանիքը։ Բարդ վիրավորումներ ստացել Վրեժը, զրկվել է երկու աչքի տեսողությունից եւ բազմաթիվ այլ վիրավորումներ ունի։ Իհարկե կսպասենք լավ բարի մարդկանց արձագանքների։ Իհարկե կսպասենք նորությանը Վրեժ ջան, որպեսզի հասկանանք, թե որտեղ է հնարավոր կատարել վիրահատություն եւ մենք էլ մեր հաղորդման շրջանակներում կկազմակերպենք դրա հավաք։ Սա արդեն մեր երկրորդ փորձն էր, մի զինվորի արդեն ուղարկվում են Գերմանիա բուժման։ Հուսով եմ կարողանանք նաեւ քեզ հետ կապված ինչ-որ մի բան փոխել եւ մենք կլինենք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ հավատում։ Լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոս տղայի մասին բոլորը իմանան։ Եվ այս տարբերակով տեսանյութը նավոյնս մեծ տարածում գտնի։ Ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր հերոսների տեսանյութերը դիտեք առաջինը։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին, խաղացումը մաղթում բոլորիս։ Բացի բերանետ, նկուրդուր, ապրես, կամաց, Ապրի արևը տախպերս, ապրես վերերս, էտա, անուն ազգանուն հայրանով էլ մի հատ ասմա, կոչումը տել, ասա աղպերս, թե սերժանտ, ոչ միտը չեն հասցր է, հա, չհասցրեցին, որովհետև չհասցրեցին, պատերազմը խանգարեց, նշումներ չարեցին, հասկանալի է Վրեժս, ապրես, աղպերես, ապրես Վրեժ ջան, Գրանք մեր գյուղ, հետնենք մեր գյուղում, տես շատ հետաքրքիր գեղատեսիլ վայր է, պարս է վակի ինձ գյուղում, թանգարանը գետանք, նու շատ չխոսացինք, ես միշև բանակ է թալուսի թանգանի տնորեն ավերի, պարս է վակի, պատմը մշակույթ ենք տան, որը որ հինա, իրարի կտը ծոհեն մեծացին։ Այսինքն համ կարելի է գյուղ գնալ, համ կարելի է մի ուրիշներ քաղաք հետաքրքիր ժամանակ անցկացնել, որովհետև տնից դուրս գալն է քեզ կօգնի։ Ամբողջ օրը տանն էլ այն չի, չէ՞։ Ձանձրանում է, չէ՞, տանները շատ։ Ասիշ որ կենթանակ ուզես, բայց ասիշ
This լավ։ Հաջորդը սրան բերես, այսքան է։ Շոնն է դա։ Բայց սիրում ես լավն է։ Հա, շո։ Ամուրն է։ Կոմպլիկա։ Հելում գալիս եմ մտնում թեվիստո քնում։ Սիրում եք ես։ Բաբուր ոտերի սափը վերքեր սենց էր։ Հելում գալիս էր սկսում լպստել սով Որ լավացնի։ ոնց լավացրել։ Ու լիքը լավացրել։ Շոշման հենց նա չի լինում։ Ու որտեղից որ ցավում է, ինքը ջոգում է հելում պարկում է ցավացած տեղ։ Ինչ ցավատեսակա։ Իսկ շիցի ու բանի խառնուրդ է։ Ինձ մարսնան ցոշնից հասկանում։ Մի հատ լայկա գիտեմ ու եկեն դե բան, counter բան։ Յուղում բան ինչ է։ Գերխ ալաբա։ Դուս կոտով։ Հելմերս թաթել